Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արհեռուստաընկերության եթերում Երկրապահ կամավորականների միության մեր հաղթանակը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Սիրելի հեռուստադիտողներ, հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ հայ ազգին շնորհավորական ուղերձ է հղել զորավար Մանվել Գրիգորյանը։ Մեր ժողովրդի ու պետականության նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի և ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում։ Երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմելով ու ամրանալով երկրապահ հայորդիների արյամբ ու անձնազոհությամբ։ Երկրապահ կամավորականության մարտնչող ոգուց և հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի։ Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել այնպես, ինչպես մեր հարազատ զավակին։ Նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում։ Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում, խոսելով բանակի մասին ասում էր բանակի հիմնադիր, Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Յուրաքանչյուր ազգի հարատևման կարևորագույն պայմանն ու հպարտության օջախը բանակն է։ Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում, որը Հայաստանի Հանրապետության առաջին և հիմնադիր կառույցն է, ծառայելը պատասխանատվություն է ու պատիվ։ Ահա այս վեհ նպատակի իրականացմանն են ուղղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների և մյուս նախարարությունների ու Երկրապահ կամավորականների միության համագործակցության բոլոր ծրագրերը, ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, որոնցով սկսվում են նոր սերնդի պատանի երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակության առաջին քայլերը։ Մենք միշտ էլ ականատես ենք եղել հայոց զինվորի նվիրվածությանն ու անձնազոհությանը, ինչն այսօր նոր սերնդի մեջ սերմանվում է մեր ընդհանուր գործունեության արդյունքում։ Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 23-րդ տարեդարձի առիթով եռասերունդ Երկրապահի անունից շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուր հայությանը, բանակի կազմավորման տարիներին զոհված մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, հատկապես մեր մեծ մորը Գրետա Մայրիկին, Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին, սպաներին ու զինվորներին։ Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և ազատագրված Արցախի սահմանները պաշտպանող զորքերին, սահմանապահ հայ ժողովրդին։ Շնորհավորում եմ նաև հայոց պետականությունն ու խաղաղությունը այսօր պաշտպանող զինվորների ծնողներին, մայրերին, բոլոր զինծառայողների հարազատներին։ Հպարտացեք ձեր զավակներով։ Յուրահատուկ շնորհավորանքներս եմ հղում նոր սերնդի դաստիարակությամբ զբաղվող մեր ուսուցիչներին ու դասախոսներին։ Մեծ է ձեր ավանդը ազգային բանակի համալրման գործում։ Միասնական ժողովուրդն ու հզոր և մարտունակ բանակն է երկրի խաղաղության ու կայունության երաշխիքը։ Այդ խաղաղության ու կայունության համար նահատակվեցին մեր քաջարի մարտնկերները։ Արժանի ու պաշտպան լինենք մեր նահատակ մարտնկերների պատգամին, միասնական և արժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին։ Հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր բանակին, մեր նոր սերնդին, մեր երեխաներին, ովքեր երիտասարդ ու պատանի երկրապահների կեցվածքով համալրում են մեր բանակի շարքերը, դառնում մեր երկրի պահապանն ու տերը, ամրապնդում հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ։ Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առթիվ նպատակամղված շեշտում եմ, մենք պարտավոր ենք ցեղասպանության 100-րդ տարելիցը դիմավորել ավելի համախմբված ու միասնական, որպեսզի միջազգային բոլոր ատյաններում ճանաչվի ցեղասպանությունն ու իրականանա հայ ժողովրդի պահանջատիրական իրավունքը։ Հայոց բանակի կազմավորման տարեդարձը տոն է համայն հայության համար։
Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության եռասերուն երկրապահի եւ իմ անունից մեկ անգամ եւս շնորհավորում եմ հայ ժողովրդին բանակի օրվա առթիվ, մաղթում հավատ ու վստահություն սեփական ուժերի հանդեպ։ Փառք հայոց հաղթանակած բանակին, փառք հայ ժողովրդին, հավերժ փառք հայրենիքի համար նահատակված հայորդիներին։ Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյան։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ կարող եք դիտել մեր հաղորդման պատրաստած պատմական ակնարկը բանակի ստեղծման մասին։ Երկրապահ կամավորականների միության եւ Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքների համար հայոց ազգային բանակի կազմավորման տարեդարձը արիության ու խիզախության տոն է, որով հպարտանում է ողջ հայ ժողովուրդը։ 20-րդ դարավերջին անկապտելիորեն միմյանց շահկապվեցին հիմնարար 3 հասկացություն, որոնք շրջեցին հայոց պատմության ընթացքը։ Դրանք են Արցախյան շարժումը, անկախությունը եւ ազգային բանակը, որի կազմավորման տարեդարձին է նվիրված մեր այս հաղորդումը։ Պատմության ընթացքը 20-րդ դարի վերջին հրամայաբար հայ ժողովրդի առջև նորից դրեց սեփական ուժերով սեփական անվտանգության ապահովումը։ Անկախության գործընթացին եւ պատերազմելուն զուգահեռ սեփական բանակ ստեղծելու անհրաժեշտության առջև կանգնած հայ ժողովուրդը համախմբեց իր ողջ ներուժը եւ երկրաշարժի արհավիրքի եւ մի քանի 100 հազարավոր փախստականների արկայությամբ եւ շրջափակման պայմաններում կարողացավ իր իսկ զավակներից մարտունակ բանակ ստեղծել։ Հայ ժողովրդի հավաքական բացառիկ ինքնազոհողությունների, ողջախոհության ու տոկունության շնորհիվ կարճ ժամանակահատվածում կամավորական ջոկատների հիմքի վրա ստեղծված բանակը ապահովեց նրա անվտանգությունը։ Մեր բանակը կայացավ կամավորականների ջանքերով, հայոց մայրերի սիրո ու գուրգուրանքի ներքո եւ թշնամու նշանառության տակ։ Մինչ բանակի կազմավորումը երկրապահ կամավորական ջոկատները կամովին իրենց վրա վերցրին բանակի ֆունկցիաները։ Հայրենյաց հողի պաշտպանության անհրաժեշտությունը բազում հայորդիների նպատակաուղղեց ռազմական հմտությունների տիրապետմանը եւ ինքնապաշտպանության գործի կազմակերպմանը։ Կամավորականների երկրապահների ինքնապաշտպանության կազմակերպումը հետագայում ապահովեց հայոց բանակի կազմավորումն ու հայ ժողովրդի հաղթանակը։ Երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը իրենց վրա վերցրած կամավորականները, երկրապահները դարձան հայոց բանակի առաջին զինվորները, առաջին հրամանատարները։ Մեր բանակը կայացավ հայ ժողովրդի արժանապատվությունը ամրացնելով եւ օտարների նախանձը շարժելով։ Մեր բանակը կայացավ օրստորե զինվոր առ զինվոր, ջոկատ առ ջոկատ, մարդ առ մարդ։ Մեր բանակը կայացավ ամեն օր։ Բանակի տարին չի սկսվում եւ չի ավարտվում։ Այնպես, ինչպես չի սկսվում ու չի ավարտվում հայրենասիրությունը։ Ես անգամ կասեմ, բանակի տարին բաղկացած է 365-ից 366 անկրկնելի ու գեղեցիկ օրերից։ Բանակի յուրաքանչյուր օրը ծնունդ է, օրը ծնվում է իր հետ բերելով իր գեղեցկությունը, իր հոգսը, իր տագնապը։ Սվարապետ Վազգեն Սարգսյան 1990 թվականին Գերագույն խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության կոմիտե։ Հանրապետությունում գործող կամավորական ջոկատների մեծամասնությունը հռչակագիր ընդունեց Գերագույն խորհրդի նորաստեղծ Պաշտպանության կոմիտեի ենթակայության տակ անցնելու մասին։ Կամավորականների այս քայլը դարձավ ազգային բանակի կազմավորման հիմքը։ 1991 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, համաձայն որի ստեղծվելու էր նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Հաջորդ օրը դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ երկրապահ կամավորական ջոկատների ընդհանուր հրամանատար Վազգեն Սարգսյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար և նրան հանձնարարվեց մշակել ու կազմակերպել պաշտպանության նախարարության ստեղծումը։ 1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Դրանով իսկ իրականորեն ազդարարելով հայոց ազգային բանակի ստեղծումը։ Մեր բանակում զինվորը, զորավարը, նախարարն ու սպարապետը կայացան միասին մարտնչեցին, միասին տեր կանգնեցին անկախության գործընթացին ու միասին հաղթանակ արձանագրեցին։ Մեր բանակը մարտնչելով իրենից քառակի անգամ ավելի զինված հակառակորդի հետ հաղթանակ արձանագրեց ու մենք դադարեցինք անբանակ երկիր լինելուց։ Մենք դարձանք երկիր, որը հպարտանում է իր բանակով, երկիր, որը մաքարումներով վաստակեց իր անկախությունը և հպարտանում է ժողովրդի ու բանակի միասնությամբ ձեռք բերած հաղթանակով։ Պետությունն ու բանակը բարձրագույն արժեքներ են, նախապայման յուրաքանչյուր ազգի հարատևության։ Հայոց պետականության վերականգնման և հայոց բանակի կազմավորման գործում իրենց յուրահատուկ մասնակցությունն ու ներդրումն ունեցան կամավորականները, երկրապահները, երկրապահ կամավորական ջոկատները, որոնք շատ արագ վերափոխվեցին բանակային զորամիավորումների։ Անհանդուրժողականության, չարության և կույր ատելության դեմ կռվի ելած կամավորները դարձան հայոց կանոնավոր բանակի կորիզը։ Ազգային զարթոնքի պահին այդ կամավորներից շատերն իրենց կյանքը դրեցին հայրենիքի անվտանգության ու պաշտպանության զոհասեղանին։ 1994 թվականի ձմռան ամիսներին իր կազմավորման երկրորդ տարին նոր բոլորած հայոց բանակը ռազմադաշտում զինուժի պատմության մեջ նոր հաջողություններ արձանագրեց, հենվելով կամավորական մարտիկների խիզախության և անձնազոհության վրա։ Ես այն մարդկանցից եմ, ում համար Հայաստանի բանակ, Ղարաբաղի բանակ տարբերություն չկա, որովհետև այդ բանակի հիմնադիրներից մեկն եմ, ինձ կներեք, որովհետև բոլորդ իմ համար մեկ եք։ Եվ կուզեմ, որպեսզի այդ մտայնությունը բոլորդ մեջ մինչև արյան վերջին կաթիլը, մինչև վերջին բջիջը լինի։ Չկա այդպիսի տարբերություն։ Այդ տարբերությունը քաղաքականության համար է, աշխարհի մյուս պետությունների համար է։ Մենք հո գիտենք, որ այդպիսի տարբերություն չկա։ Կա մի բանակ, Հայաստանի հայկական բանակ։ Այդ բանակում կան շատ լավ կռվող ուժեր, լավ կռվող ուժեր, վատ կռվող ուժեր, բայց երկու տեսակ բանակ չկա, ինչպես երկու Հայաստան չկա, կա մի Հայաստան։ Ղարաբաղն էլ մեջ է։ Ու դուք դրա համար եք կռվում, մենք բոլորս դրա համար ենք կռվում եւ փառք Աստծո, որ չենք աղաղակում։ Մեր ազգը վերջապես սովորեց, մեր բանակը վերջապես սովորեց ավելի շատ գործանել, քան թե խոսել։ Խոսելու ժամանակը միշտ կգա։ Սոցիալական ծանր, նյութատեխնիկական անապահով վիճակի մեջ, բայց ամուր ոգու և հայրենասիրության պայմաններում կազմավորվեց ու կայացավ հայոց բանակը, ռազմաճակատի աննկարագրելի սխրանքներով զարդարելով իր մարտական դրոշը։ Ինչ ոգևորություն էին ապրում սպարապետը, զորավարը 1994 թվականին հաղթանակով տուն վերադարձող մարտիկների հետ հնարավոր չէ պատկերացնել, բայց մի բան պարզ էր, մի բան հստակ էր, գնացել էին հաղթելու, վերադարձան հաղթանակով։ Եվ եթե խաղաղությունը դեռևս չկա, ապա իմացեք, որ երբեք խաղաղության ավելի մոտիկ չենք եղել, եւ այդ խաղաղությունը դուք եք մոտեցրել, եւ հաղթանակը դուք եք մոտեցրել, եւ համոզված եմ, որ սա հաղթանակի ճանապարհին ամենամեծ քայլն էր, եթե ոչ վերջին քայլը։ Կեցեք, ձեզ փառք ու պատիվ, դուք շատ մեծ գործ արեցիք։ Ես ձեր շնորհիվ եմ, որ ոչ միայն կարողացաք պատերազմի ամենածանր հատվածում պարտություն չկրել, այլ կանգնեցնել թշնամու եւ հակահարձակման անցնել ու անցնել նոր հաջողություններից տպելով նրանք ծնկի գալ։ Կեցեք, փառք ու պատիվ ձեզ։ Հաղթանակած զինվորների, հաղթանակած զորաբանակի ընդունել են մեկ էլ 45-46 թվականին։
Իրոք ձեր արած գործը մեծ էր հայրենիքի մար, հողի մար, ժողովրդի մար։ Դա պետք է առաջինը դուք գնահատեք։ Վազեն իրականություն էր ասում, որ ձեր արածը, եթե դուք միջև վերջ չպահեք, այն կթուկողերի պատմությունը կլինի։ Քանի որ լավ որ մեր արած գործը չի վերջացել, ճիշտ է, մեծ գործ ենք արել, չենք վերջացել, դրա համար մենք միշտ էլ պետք ենք մեկս մյուսին, ուրեմն պետք է այնքան պինդ կայունենք, նորմալ մտածենք, որ եթե հանգարց նորից պետք ենք, միշտ պատրաստ ենք։ Մայիսյան հաղթական զինադադարի հաստատումը պատերազմի վերքերը բուժելուն զուգընթաց հնարավորություն տվեց ձեռնամուխ լինելու բանակաշինության գործին։ Իրենց իսկ գծած սահմանագծի ամրապնդումն ու բանակաշինության գործընթացը երկրապահների համար դարձան գործնեության ամենօրյա ծրագիր։ Գիտակցելով, որ պատժված հակառակորդը երբեք չի հանգստանա, երկրապահները պաշտպանության նախարարության հետ միասին ծրագրված սկսեցին գործնեություն ծավալել ազգային բանակի հզորացման նպատակով։ Շարունակվեց գործող զորամասերի վերակազմավորումը, կազմավորվեցին նոր զորամասեր եւ ամենուրեք արժեվում էին երիտասարդ զորակոչիկների կողքին էին երկրապահները, իրենց ներկայությամբ նոր սերնդին ոգևորելու, իրենց մարտական հմտությունը նրանց փոխանցելու համար։ Մեր բանակը սիրո ծնունդ է, մկրտվել է պատերազմի դաշտում, թրծվել ու կոփվել է պատերազմի բովում, սակայն հասակ առել, հզորացել խաղաղության մեջ, դառնալով մեր ժողովրդի ստեղծարար աշխատանքի անխորտակ պատվարն ու անվտանգության երաշխավորը։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Ասալան նշում է հիմնադրման 40-ամյակը։ Միջոցառումը երկրապահական էր, մասնակցում էին եռասերունդ երկրապահները։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Ասալան նշում է հիմնադրման 40-ամյակը։ Հանդիսավոր միջոցառման մասնակիցները, որի առաջին շարքերում եռասերունդ երկրապահն էր, նախ այցելեցին Եռաբլուրի բարձունք, ծաղիկներ խոնարեցին Ասալայի մարտիկների խորհրդանշական դամբարանին, Զորավար Անդրանիկի, Վազգեն Սարգսյանի շիրիմներին։ Դահլիճային միջոցառումը ևս երկրապահական էր։ Մեկնարկին պատանի երկրապահները քայլերթի հնչյունների ներքո ներս բերեցին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պետական դրոշները, երկրապահի եւ Ասալայի մարտական դրոշները։ Միջոցառումը սկսվեց հոգևոր հոր աղոթքի խոսքով։ Այսօր տարբեր մասերում աշխարհի այսպիսի հանդիսություն չեղավ։ Դրա համար ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել երկրապահ կազմակերպության, նրա նահանգային Զորավար Մանվելի, Եղիշեչարեց պատմական հաստատության, ինչպես նաև պիտի ստեղծեմ նոր անուն Ասալայի վետերաններին։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն ստեղծվել է 1975 թվականին։ Նպատակն էր ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել հայկական հարցի վրա։ Թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-ից 1923 թվականի ցեղասպանությունը եւ բռնագրաված արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը, հայ ժողովրդին։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից մեկն է եղել Գուրգեն Յանիկյանը, Ասալայի կնքահայր, հոգևոր առաջնորդ
Եղեռնի ականատես Գուրգեն Յանիկյանը պահանջել է հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչում։ Միջոցառման ժամանակ հնչեց Գուրգեն Յանիկյանի պատգամը։ Տարիներ առաջ, որպես կամավոր, ես տեսել եմ մեր հայրենի գետեր արյունով ներկված, տեսել եմ թե ինչպես մեր գետերյալիքները տանում էին իրանց հետ մեր հարազատների անշուրջ դիակները, անշուրջ կտրված գլուխները, կացնահար առած հայու բալիկները, հայունակամ եղած մեր մայրերը ու բռնապարված մեր քույրերը։ Տեսել եմ այս բոլորը ու սարսափել, թե ուր է մարդկություն կոչվածը, ուր է մարդկության խիղճը, որտեղ է պահվել ազդարդարության աստվածը։ Պատմությունը մեզ փաստում է, որ խոսքերը քամին է տանում, խոստումները մոռացվում են, արդարություն ու ազատության բառերը կորցնում են իրանց իմաստը, եթե նրանք չեն պաշտպանվում անհատներից կազմած ուժեղ բռունցքով։ Թող իմ սիրելի երիտասարդ մատաղ սերունդը գիտենա, որ դեռ մարդկության ամբողջ պատմության ընթացքին ոչ մի անգամ չի պատահել, որ մի ցեղի ազատությունը տրվի նրան ոսկե բնակի վրա։ Ուժն է թելադրում մարդկանց գործերը եւ ոչ թե փառաբանած սերն ու գթությունը։ Հայազոտության գաղտնի բանակը այն բռունցքն է, որ հայ անհատները կազմեցին։ Այդ կենթանի բռունցքն է, որ պիտի ծնգի բերե մեր փոխերին թշնամի թուրքը եւ դնե մարդկության առաջ մեր իրավացի պահանջները ու առաջարկե, որ վերջապես մեղավորները ընդունեն իրանց սխալները ու ուղղեն։ Կարճոք աշխարհումս մեկ հայ, որ երակներում հոսում է նաիրյան արյունը, որ չսիրեն նրանց, որ չգուրգուրան նրանց վրա, չհպարտանան նրանցով ու չցանկանա ինքն էլ լինել անդամը այդ ազատության բանակին, որոնք խոսից խոսքերի հեղեղի փոխարեն գործ են ցույց տալիս։ Հերավոր, բայց սիրելի հայրենիքներ, իմ այս ուղերձը ձեզ, երբ տոնում եք հպարտությամբ ձեր գործունեության 40-ամյակը, թող լինի իմ կտակը ձեզ, մանավանդ երիտասարդ սերունդի համար, որոնք կերտելու են մեր ապական։ Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ասալայի կազմավորման 40-ամյակի առթիվ։ 1975 թվականից սկսված աշխարհասփյուր հայ կամավորականների ռազմական եւ նպատակային գործողությունները դրական բազմանշանակ հետևանքներ ունեցան։ Նրանց գործողությունների արդյունքում հայ ազատագրական պայքարն ու հայոց ցեղասպանության հարցը դուրս եկավ տասնամյակների լռության ծանոթության տակից եւ կրկին հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում վերակենդանացնելով հայկական հարցը։ Զորավարի ուղերձում ասվում է, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը սփյուռքահայության ձեռքը, որ ցեղասպանությունից հետո միայն արցունք էր սրբում, դարձրեց բռունցք ու հարվածեց թուրքական իշխանությունների լպիրշությանն ու միջազգային հանրության անտարբերությանը։ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հրամանով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկները պարգևատրվեցին տարբեր պարգևներով։ Միջոցառման ժամանակ հնչում էին հայրենասիրական երգեր, աշուղ ռազմար սասունցու կատարմամբ։ Նոր սերնդի անունից ելույթի խոսքով հանդես եկավ պատանի երկրապահը։ Փառք ձեզ, որ իլուր աշխարհի, ի պահանջ արդարության, անհնարինը դարձրեցիք հնարավոր։ Դուք շարունակեցիք հայոց ֆիդայինների սրբազան պայքարն ու հասցրեցիք Արցախի ազատագրման հանգրվանին։ Մենք Հայաստանի Հանրապետության 30 երկրապահական ընտանիքի պատանի երկրապահներս
Սերտել ու ըմբռնել ենք ձեր հայրենասիրության ձեր դասերը և խոստանում ենք, որ տեր ենք կանգնելու հայ ժողովրդի ձեռքբերումներին ու իրավունքներին։ Միջոցառման ժամանակ ելույթներն ու հիշողությունները շատ էին։ Հնչում էին ասալայի հիմնադիրների, մարտիկների խոսքերը, ովքեր միշտ պահանջել և վստահ են եղել, որ Հայաստանի վաղվա օրն ավելի պայծառ է լինելու, և հայը հաղթանակով է դուրս գալու բոլոր իրավիճակներից։ Հեռուստադիտող բարեկամներ, հունվար ամիսը պատերազմի տարիներին կորուստների ամիս եղավ։ Այդ օրերին թշնամու դավադրությանը զոհ գնացին Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանը և նրա դրոշակակիր մարտնկերները։ Հայ ժողովրդի նորօրյա պատմությունը լեցուն է հիշարժան տարեթվերով։ Կեցը ազատ և անկախ Հայաստանը։ Կեցը այն Հայաստանը, որը վաղն է գալու։ Անկախության գործընթացի և ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ հիշարժան ու կարևոր օր է 1990 թվականի հունվարի 19-ը, երբ Նախիջևանի հատվածից ազերիները փորձեցին հարձակվել Երասխավանի վրա։ Հունվարի 19-ի ցուրտ ու մառախլապատ օրը հայ կամավորականները թանձր մառախուղի քողի տակ շնորհիվ ճշգրիտ ծրագրված գործողությունների շարքից հանելով թշնամու հետախուզական վաշտը մոտեցան նրա զինյալ ուժերի հենակետին և ոչնչացրին։ Թողնելով բազմաթիվ դիակներ, ազերիները նահանջեցին։ Սակայն այդ օրը ճակատագրական էր հերոս քաջորդիներից շատերի համար։ Երասխավանում հերոսաբար զոհվեցին եռագույնակիր Մովսես Գորգիսյանը, Վարդան Պապիկյանը, Երվանդ Սաղումյանը, Գևորգ Զենայլյանը, Ռուբիկ Բազիկյանը։ Հայ ժողովրդի անկախության գործընթացի ակունքներում կանգնած Մովսես Գորգիսյանը մեր ժողովրդի լուսակիր զավակներից մեկն է, ով զոհվեց հանուն անկախության, բայց իր իմացյալ մահով ոտքի հանեց հազարավորներին։ Սուքը հավերժ է, եթե պայքար չկա։ Մենք միշտ կսքանք, եթե չպայքարենք։ Մեզ ապտակողին, եթե մենք նստենք լացենք, ոչ թե պատասխան ապտակ տանք, կամ պահանջենք ապտակի պատասխանը, մենք միշտ ապտակված կմնանք։ Պայքար! 1996 թվականին Մովսես Գորգիսյանին ըստ արժանբուն շնորհվեց Հայաստանի ազգային հերոս կոչումը։ Երկրապահ կամավորականների միության համար ազգային հերոսների և ազատագրական պատերազմի բոլոր նահատակների հիշատակի հավերժացումն ու փառավորումը ամենօրյա սրբազան աշխատանք է, նոր սերնդի հայեցի դաստիարակելու ընտրյալ ճանապարհ։ Հունվարի 19-ին Մովսես Գորգիսյանի զոհվելու 25-րդ տարելիցի կապակցությամբ հերոսի ընտանիքը, նրա անվան դպրոցի սաները, եռասերունդ երկրապահները, Երկրապահ կամավորականների միության Շենգավիթի տարածքային բաժանմունքի երկրապահների, երիտասարդ երկրապահների ու դրոշակակիր պատանի երկրապահների ուղեկցությամբ Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման հուշահամալիրում, ուր հուղարկավորված է Մովսես Գորգիսյանը, խոնարհումի տուրք մատուցեցին նահատակ հերոսին։ Մովսես Գորգիսյանի անվան դպրոցի սաները հպարտանում էին, որ հերոսի անունը կրող դպրոցի սան են։ Նրանք փառաբանող երգեր, բանաստեղծություններ կատարեցին։ Ի դեպ, 6-րդ դասարանի սանը ինքն էր գրել բանաստեղծություն նվիրված Գորգիսյանին։ Ճամփաները քո գծված ավարտում, վար երազներին քո ամբիցոքում, կերպարը քո անչափարազատ, այնպես ենք ուզում մենք Մովսես դառնալ, այնպես ենք ուզում մենք Մովսես դառնալ։ Մովսես, քո մեծագույն խնդիրն է ազդել ժողովրդի սրտի ու մտքի վրա, դա հաջողվեց քեզ։ Մենք, քո կրթօջախի սաներս, եկել ենք այսօր հաշվետու լինել մեր կատարած գործերի, դեռ կատարվելիք աշխատանքների մասին։ Այդ օրը անկախության բանակի հետ ռազմի դաշտ մեկնեց նաև Վարդան Պապիկյանը, որը ցավոք
այլևս չվերադարձավ։ Նա ընդամենը 15 տարեկան էր։ Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին մասնակցել է նաև անկախության բանակի դրոշակակիր Վարդան Պապիկյանը։ Վարդան Պապիկյանը դեռ 15-ամյա դպրոցական պատանի պատերազմի տարիներին անհանգիստ էր, ուզում էր ինքն էլ լինել ռազմի դաշտում եւ պայքարել հանուն հայրենիքի։ 1990 թվականի սկզբներին լարված էր վիճակը Երասխի սահմանին եւ 15-ամյա պատանին չկարողացավ տանը նստել եւ սպասել, մինչեւ որ տարիքը լրանա։ Նա հրացան նուսին փախավ տանից եւ մեկնեց սահման։ Ասում էր, որ պետք է ընկերների Մովսես Գորգիսյանի կողքին լինի։ Հունվարի 19-ին Երասխի կռիվների ժամանակ ընկան հայորդիները, ազգային հերոս Մովսես Գորգիսյանը եւ ուրիշներ։ Անկախության դրոշակակիր Վարդան Պապիկյանը կորավ անհայտ։ Քաջանդրանիկ լեռներով Երթամ հասնիմ քաջանդրանիկին Իշին մամոր սուրը լուսերից Պաշտման գանգնիկ մնքնամրագին Քաշքաջանդրանիկ, հեյ հերոսանդրանիկ Հեյ մենք այտելուր դու ես կազրազմիկ Քաշքաջանդրանիկ, հեյ հերոսանդրանիկ Հեյ մենք այտելուր դու ես կազրազմիկ Արցախյան ազատամարտի նվիրյալ մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանի ասպետ Սասնա Ծռեր ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանը կնշեր ծննդյան 65-ամյակը։ Պատանի երկրապահների մասնակցությամբ միջոցառում էր կազմակերպել Երկրապահ կամավորականների միության Դավթաշենի տարածքային բաժանմունքը։ Արցախյան ազատամարտի նվիրյալ մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանի ասպետ Սասնա Ծռեր ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանը այս տարի կնշեր 65-ամյակը։ Սակայն 1992 թվականին Մարտակերտի շրջանում ռազմական գործողությունների թեժ պահերին հրամանատար Սամվել Գևորգյանը իր վրա վերցնելով կատաղած թշնամու կրակը ապահովել է մարտական ընկերների նահանջը դեպի ապահով դիրքեր, ինքը զոհվել է։ Երկրապահ կամավորականների միության Դավթաշենի տարածքային բաժանմունքը տարիներ շարունակ անդրադառնում է Սամվել Գևորգյանի անցած ուղուն, նրա մարտական գործնեությանը։ Երասերուն երկրապահները Սամվել Գևորգյանի հարազատները եկեղեցում պատարագի արարողությունից հետո բարձրանում են Ծիծեռնակաբերդ, ուր հանգչում է քաջ հայորդու աջունը։ Ծաղիկներ խոնարելով, հարգելով մարտիկի հիշատակը, հավաքվածները այցելում են Դավթաշենի Սամվել Գևորգյանի անունը կրող դպրոց, ուր տեղադրված է հերոսի կիսանդրին։ Հուշ ցերեկույթի մեկնարկին ներս մտան դրոշակակիր պատանի երկրապահները, Հայաստանի եւ Արցախի պետական եւ երկրապահ կամավորականների միության մարտական դրոշներով։ Երկրապահ կամավորականների միության Դավթաշենի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահների մասնակցությամբ անցկացվեց գրական երաժշտական ցերեկույթը։ Գրական կոմպոզիցիան նվիրված էր ազգային ազատագրական պայքարին, Սասնա Ծռեր ջոկատին եւ ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանին։ Հերու չերթանք տղեկ, եկեք կռիվ տանք թուրք էծակիով, եկեք կռիվ տանք թուրքի ջալանիով, եկեք ջոկատի անունը դնենք, Սասնա Ծռեր։ Միջոցառման մեջ հաղթանակի շունչ կար, Սամվելին կերտող հերոսը խոսեց հաղթական։ Զենք ու զրահով են գալիս, տանք ու թնդանոթով են գալիս, գայլերի ոհմակն է գալիս։ Ղեր, պատրաստ, կռիվ պիտի տանք, հայ տեսակի կռիվ խաղաղ օրերի, կռիվ ծնունդի, կնունքի ու հարսանիքի համար։ Ելեք, տղեկ։ Միջոցառմանը մասնակցում էին ճանաչված արվեստագետներ, հնչեցին բազմաթիվ շնորհավորական, շնորհակալական ելույթներ։
Շնորհակալություն եմ հայտնում եւ Երկրապահի Դավիթ Քաշինի տարածքային կազմակերպությանը եւ մեր սիրելի դպրոցին, իդեմս պարոն Պետրոսյանին, շատ են կարևոր նման միջոցառումները հուշ երեկոների, հուշ ցերեկույթների, այս բեմի վրա գտնվող երեխաները այս միջոցառմանը մասնակցելուց հետո հենց իրենք են լինելու մեր երկրի պահապանները։ Ռազմահայրենասիրական դաստիարակությանն է խթանում նման երեկույթները եւ բոլորս ենք պարտավոր մեր հերոսներին մեծարելու եւ հիշելու։ Իմ կարծիքով մենք բոլորս պարտավոր ենք մեր երեխաներին, մեր մատաղ սերնդին, այն փոքր երեխաներին դաստիարակենք Սամվել Գևորգյանի ոգով, որ վաղը միսօր իրենք ավելի ապահով, ավելի ամուր Հայաստանում ապրեն։ Շնորհավորում եմ բոլորիս, Փառք Սամվել Գևորգյանին, փառք մեր զոհված ընկերներին։ Զորավար Մանվել Գրիգորյանի խոսքն ընթերցեց Երկրապահ կամավորականների միության վարչության ներկայացուցիչը։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի մարտական ընկերներ, թույլ տվեք ներկայացնելու Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի իր ողջույնի խոսքը մեր մարտական ընկեր Սամվել Գևորգյանի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, քանզի մեր հերոսներով է, մեր մարտական ընկերներով է, որ այսօր հզոր մեր Հայաստանը, այսօր մենք կանգուն ենք, ինչպես երբևէ։ Երկրապահ կամավորականների միության նախագահ Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով նաև Դավթաշենի Սամվել Գևորգյանի անունը կրող դպրոցը արժանացավ պարգևի։ Ես ուզում եմ շնորհակալություն ասել բոլորին։ Ես հպարտ եմ, որ դուք դա հիշում եք, դաստիարակում եք սերունդներ, շնորհակալ եմ դպրոցին, շնորհակալ եմ Երկրապահին։ Քանի դեռ մենք հիշում ենք մենք անմահ։ Հավատացեք այսօր մեր անկախությունը, մեր սահմանները ավելի սահմանված են, քան այն օրերին։ Ամեն օր նոր զինվոր է զոհվում։ Եթե մենք չհիշենք, չպահենք այն հերոսական ոգին, մենք կկորցնենք երկիրը։ Այնպես որ պետք է նման միջոցառումները շատ լինեն։ Հետևենք փառքնահատակած շարքին պատանի երկրապահների մատուցմամբ։ Ժամանակը ծնում է իր հերոսներին։ Հիշենք այն հայորդիներին, ովքեր հերոսի մահով ընկան մարտի դաշտում։ Փառք ու պատիվ ձեզ, անմահ մարտիկներ, հիշենք բոլորին անուն առանուն։ Արտաշես Առաքելյանը պարբերաբար մասնակցել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար մղվող մարտերին։ 1992 թվականին հերոսաբար ընկել է Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանության մարտերի ժամանակ։ Արտաշես Առաքելյանը հետմահու պարգևատրվել է արիության մեդալով։ Արտյոմ Կարլենի Եգորյանը եղբայրների հետ մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանական և ազատագրական մարտերին։ Քաջարի մարտիկն ընկել է 1994 թվականին Հակոբ Կամարի բարձունքի գրավման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է արիություն մեդալով։ Շարքային ծառայող Արտյոմ Վանյայի Պետրոսյանը մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին։ Զոհվել է 1994 թվականի Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ։ Արտյոմ Վանյայի Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է արիություն մեդալով։ Բաղդասար Մանուկի Գևորգյանը մասնակցել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար մղվող պաշտպանական և ազատագրական մարտերին։ Բաղդասար Գևորգյանը զոհվել է 1992 թվականին Ասկերանի ազատագրական մարտերի ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է արիության մեդալով։ Եփրեմ Երանոսի Հովհաննիսյանը 1991 թվականից անդամագրվելով կամավորական ջոկատներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Արցախի համար մղվող ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ Զոհվել է 1993 թվականին Հադրութի ազատագրական մարտերի ժամանակ։ Եփրեմ Երանոսի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է արիություն մեդալով։ Ֆարիդ Հովհաննիսի Աբգարյանը 1989 թվականից մասնակցել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար մղվող պաշտպանական և ազատագրական մարտերին։ Հերոսաբար զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս 1993 թվականին Ֆիզուլիում։ Հետմահու պարգևատրվել է արիություն մեդալով։
Գեղամ Արշավիրի Պետրոսյանը մասնակցել է Լաչինի մարդասիրական ճանապարհի պաշտպանական 13 թվականին ինքնաթիռի վթարից, մարտական առաջադրանք կատարելիս։ Գեղամ Արշավիրի Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է արիություն մեդալով։ Գրիշա Գրիշայի Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար մղվող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հերոսաբար զոհվել է 1993 թվականին Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ, հետմահու պարգևատրվել է արիություն մեդալով։ Գուրգեն Հակոբի Հովհաննիսյանը մասնակցել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար մղվող պաշտպանական և ազատագրական մարտերին։ Հերոսաբար զոհվել է 1992 թվականին Շահումյանի շրջանի ազատագրական մարտերի ժամանակ։ Գուրգեն Հակոբի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է արիություն մեդալով։ Հակոբ Ռուբենի Ֆիլիկյանը 1994 թվականից մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության համար մղվող մարտերին։ Զոհվել է 1996 թվականին Հորադիզի պաշտպանության մարտերի ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է արիություն մեդալով։ Հարություն Հովսեփի Միրզոյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանների համար մղվող ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին, Վանք Վաղուհաց բնագծի պաշտպանությանը։ Զոհվել է 1994 թվականին Հակոբ Կամարի բնակավայրի ազատագրական մարտերի ժամանակ։ Հարություն Միրզոյանը հետմահու պարգևատրվել է արիություն մեդալով։ Քովիկ Վլադիմիր Զաքարյանը հոր հետ մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանների համար մղվող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ընկել է թշնամու դավադիր գնդակից 1992 թվականին Մարտակերտի շրջանի Փափրավենտ գյուղի տարածքում։ Հետմահու պարգևատրվել է արիություն մեդալով։ Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի, հավերժ փառք նահատակներին։ Մեր հաղթանակահաղորդաշարին կարող եք հետևել ամեն կիրակի ժամը 16:30-ին, ինչպես նաև ամեն երկուշաբթի ժամը 15:45-ին և 1:20-ին։ Հաղորդաշարի թողարկումները տեղադրվում են նաև եկմ.am կայքում տեսանյութեր բաժնում։ Ցտեսություն և ամենայն բարիք ձեզ հարգելի հեռուստադիտողներ։